Երկար տարիներ սպորտով եմ զբաղվում, Տեքվանդոյի ֆեդերացիայի հիմնադիրներից եմ։ 2000 թվականից անցա կինոյի աշխարհ, գնացի Կարեն Բաղենյանի աղբորս, խնդրեցի որոշ բաներ ցույց տվեց մոնտաժային, սկսեց դուրս գալ։ Հետո մի շաբաթ հետո արդեն սկսեցի աշխատել։ Կադրերի հերթականությունը փոխելով, պատմության իմաստը, ոճը փոխվում էր ըստ արագության, ըստ ռիթմի։ Այդ ամեն ինչը գերեց ինձ ու սկսեցի ավելի խորանալ այդ ամեն ինչի մեջ։ Հասկացա, որ ոնց որ թե դա իմն է։ 2003 թվականից արդեն Barss Media-ում եմ, դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում։ Ավելի շատ դոկումենտալ ֆիլմը ինձ հոգեհարազատ դարձավ ու սկսեցինք զբաղվել դոկումենտալ ֆիլմով։ Մոնտաժի սկզբունքը մեկն է, մի ձև կարաս այդ ամեն ինչ անես, ու եթե սովետական մոնտաժող ռեժիսոր է գալիս, սովետական միությունից եկած ոչ թե նոր սերնդի, կամ արտասահմանից եկած ռեժիսոր, որի հետ էլի աշխատել եմ, լրիվ տարբեր բաներ են դրանք։ Արտասահմանցի ռեժիսորի հետ շատ հեշտ է, որովհետև կա դպրոց անցած ռեժիսոր, պրոֆեսիոնալ է այնքանով, որ A-ից B կետը տանելը անվում է անեց, ոնց որ մոնտաժային մտածելակերպով արվում։ Իսկ սովետական միության ավարտած, թեկուզ գիկի ավարտած ռեժիսորները A-ից B կետը տանում են սարու ձորերով։ Հայաստանում կան պրոֆեսիոնալ ռեժիսորներ, նույն սովետական միությունից մնացած, զարգացած, կան ռեժիսորներ, որոնք չեն աշխատում իրանց վրա, ուղղակի եկեք փորձենք տարբերակն է։ Ու աշխատում եմ իրանց հետ չաշխատել։ Երբ որ ֆիլմը իմի ես բերում դառնում է ֆիլմ, ճիշտ կլինի, որ ռեժիսորը կողքդ լինի, իր այդ քննարկես ինչ ոճի մեջ, ինչ ռիթմի մեջ է պետք պահել այդ ամեն ինչը, ինքը ոնց է տեսնում, որովհետև դու կարող ես ուրիշ ձև տեսնես, իսկ ռեժիսորը ասի, չէ, ես sense չէի պատկերացնում, բայց սա էլ է հետաքրքիր տարբերակ։ Ավելի հեշտ է խաղարկային ֆիլմը մոնտաժել, որովհետև ամեն ինչը թղթի վրա նկարած է, տեսարաններով, սցենարով գրած է ու իրավունք չունես շեղվելու։ Եթե շեղվեցիր, դա դառնում է ուրիշ ֆիլմ։ Իսկ դոկումենտալ ֆիլմը մենք 3 տարի նկարում ենք ամեն մի ֆիլմը կամ 4 տարի։ Եթե դա կապված է մարդկային պատմության հետ։ Մարդկային պատմությունը դու հերոսի հետ ապրում ես, հերոսի հետ ռեժիսորն էլ է գնում նկարահանման, օպերատորն էլ է հետ ապրում այդ 3-4 տարիներին։ Նույնիսկ հնարավոր է այդ հերոսը մահանա, բայց ֆիլմը պետք է ավարտես։ Բնականաբար իրարից սովորում ենք։ Ինքը ինձանից, ես իրանից, ռեժիսորը, որովհետև հաջորդ անգամ ինքը երբ որ ուզենա մոնտաժ անի ինչ-որ մեկի հետ, ինքը պատկերացնի, այս բանը արդեն արել է ինքը, ու եթե ուրիշ մոնտաժողի հետ անի, ինքը կասի սենց բան եմ ուզում, կամ կասի չէ, ես արդեն փորձած է, սենց բան չեմ ուզում, որովհետև դա արդեն միասին ոնց որ ասած էփել ենք, տեսել ենք, նույնը ես, եթե ուրիշ ռեժիսոր գա, ասի սենց բան անենք, ես արդեն գիտեմ, որ դենց բան արել եմ արդեն, ու դա չի աշխատել, կամ աշխատել է, ես կառաջարկեմ, եկեք փորձենք սենց անենք, ավելի գեղեցիկ կլինի։